Կարևոր է իմանալ էջն է, որ ընթացքում բարձրաձայնում ենք ձեր իսկ կողմից ներկայացվող խնդիրը։ Հայաստանի Հանրապետության լավագույն մասնագետների մասնակցությամբ ձեր խնդրի վերաբերյալ տրվում է հստակ գնահատական։ Իմ հյուրն է Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատի անդամ փաստաբան Արմին Էֆանյանը։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Ես առաջարկում եմ մինչ քննարկումը սկսելը դիտել, թե ինչ նամակ են մեզ ուղղել եւ ինչ խնդիր են բարձրաձայնել մեզ դիմող քաղաքացիները։ Խնդրեմ։ Հարգելի Տաթևիկ Գալստյան, ձեզ դիմում են Հայաստանի Հանրապետության նախկին քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով մեղավոր ճանաչված եւ ներկայումս Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալները։ Հայտնում ենք ձեզ, որ 2019 թվականին Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, որում մենք ներգրավել ենք որպես մեղադրյալներ։ Ըստ մեղադրանքի կատարած արարքի համար պարզելու նպատակով մենք ավտոմեքենայի մեջ հարվածել ենք քաղաքացուն մեզ ոստիկաններից հայոյելու համար, որը տեղի է ունեցել փողոցում իրենց կողմից այլ անձանց հետ ծեծկրտուքի դեպքը մեր կողմից կանխելու համար։ Գործի շրջանակներում մենք հայտնել ենք, որ քաղաքացուն չենք խոշտանգել։ Վերջինս իր մարմնական վնասվածքը ստացել է այլ անձի կողմից ծեծկրտուքի ժամանակ։ Ի պատասխան քննիչը մեզ հայտնեց, որ իրենք տեղյակ են եւ տվյալ գործը խոշտանգման հատկանիշներ չի պարունակում։ Ուղղակի դատախազության ցուցումով է գործը այդ հատկանիշներով նախաձեռնվել։ Բացի դա հավելեց, որ կիսամյակ ենք փակում, խոշտանգումով պետք է ցուցանիշ ցույց տանք, ուղարկենք դատարան, իսկ գործը թույլ է, հատկանիշներ չի պարունակում։ Կարդացեք, գործը մի քանի տարբեր դատավորների մակագրելուց հետո 2020 թվականին մակագրվեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին, ով մեկ ամսում նշանակեց 4 դատական նիստ, մերժեց մեր բոլոր միջնորդությունները, ոչ օբյեկտիվ, ոչ էլ մանրամասն քննության արդյունքում դատապարտեց մեզ 7 տարվա ազատազրկման։ Սպառելով բոլոր ատյանները շարունակում ենք պայքարել արդարության վերականգնման համար։ Հարգելի Տաթևիկ Գալստյան, վստահ եմ գիտակցում եք, որ մեզ դատապարտել են նշված հոդվածով նախադեպային որոշում կայացնելու եւ ցուցանիշ ցույց տալու համար, քանի որ 2015 թվականից ի վեր ինչ խոշտանգման հանցատեսակը ներառվել է օրենսգիրք 2 դատավճիռ է եղել։ Խնդրում ենք հնարավորության սահմաններում հետևելով հանցանքի հետքով հաղորդաշարի միջոցով հանրայնացնել մեր կողմից կատարված ենթադրյալ արարքի որ մասն է հիմք հանդիսացել դատապարտման համար։ Շնորհակալություն եւ ուրեմն այսօր խոսելու ենք խոշտանգման մասին, որովհետեւ մեզ դիմող քաղաքացիները փաստացի այն անձիկ են, ովքեր, այսպես կարելի է ասել, առաջիններն էին խոշտանգման գործերով անցնող եւ դատապարտվել են հենց այս հոդվածի արարքը կատարելու համար։ Մի փոքր անդրադառնանք, թե առհասարակ ինչ է իրենից ներկայացնում խոշտանգում տեսակի հանցատեսակը եւ ինչ արարքներ կարող են այսպես ներգրավվել եւ ընկղմվել հենց այս հանցատեսակի մեջ։ Այո, նախ ասեմ, որ նախկին քրեական օրենսգրքում խոշտանգումը ընդհանրապես մարդու դեմ ուղղված հանցագործություն էր, այդպես էր կոչվում, հետագայում արդեն հարմարեցրեցին մեր կողմից վավերացված միջազգային փաստաթղթերին եւ արդեն դա տեղ գտավ բոլորովին այլ բաժնում 309.1 հոդվածի ներքո, այսպես ասած, եւ բավականին լայն հատկանիշներով օժտվեց խոշտանգումը, մինչդեռ նախկինում շատ սահմանափակ հատկանիշներով էր այն բնութագրվում։ Խոշտանգումը պաշտոնատար անձի կողմից գործադրված բռնությունն է, բռնության սպառնալիքը, որը ենթադրում է անձից կորզել, այսպես ասած, ինքնախոստովանական ցուցմունքներ, պատժել նրան կատարած արարքի համար, այսինքն պաշտոնատար անձի կատարած արարքի գործողության էությունը հենց անձին ֆիզիկական այդ հոգեկան տառապանքներ պատճառելու միջոցով կամ նրան դնելն է այնպիսի վիճակում, որպեսզի անձ օրինակ խոստովանի կատարած արարքը կամ չկատարած նույնիսկ արարքը, այո, սպառնալիքների բռնության ազդեցության տակ կամ նույնիսկ շատ հետաքրքիր նոր հատկանիշ է ամրագրվել պատժել նրան կատարած արարքի համար, այսինքն սա եւս անգամ եթե ընդունենք ոստիկանության բաժնում անձին զուտ ծեծի ենթարկեն այն պատճառով, որ նա կատարել է այդ հանցագործությունը, սա եւս դիտարկվելու է իբրև խոշտանգման հանցակազմի իմաստով։ Շատ լավ, այլ կերպ ասած, քաղաքացին ով ներկայացնում էր, որ իրեն մեղադրում են քաղաքացուն բերման ենթարկելու ընթացքում քաղաքացու կողմից հայհոյանք հնչեցնելու ժամանակ հարվածներ հասցնելու եւ ծեծի ենթարկելու համար դրսեւորվում է այո խոշտանգման հատկանիշներով գործողություն, որը Ես իհարկե մեղադրանքի զուտ փաստերին ծանոթ չեմ, վերագրված փաստերին, բայց ենթադրում եմ, որ հնչեցված հայհոյանքի
ի պատասխան հասցված հարվածներով է, որ վերագրվել է խոշտանգում, այդպես եմ ենթադրում։ Թեև ասեմ ձեզ, պրակտիկայում, օրինակ ներկայում այլ մոտեցում է նկատվում, ես ունեմ այս պայն իմ վարույթում նմանատիպ գործ եւ այդ անձին վերագրված է պաշտոնական լիազորությունների չարաշահում։ Այսինքն իրավիճակ մոտեցում է փոխվել, թե իրապես այդ ժամանակ առաջին գործերից էր եւ պետք է որոշակի ցուցանիշ ապահովել։ Չի բացառվում, որ ստանձնելով որոշակի միջազգային պարտավորություններ Հայաստանը փորձել է ցույց տալ, որ ինքը հետևողական է այդ պարտավորությունների կատարմանը եւ այո, ինչու՞ չէ, նաեւ Վճռաբեկ դատարանը մի վարույթով, ես գիտեմ, որ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշում ունի, որով պարտավորեցրել էր, որպեսզի եթե չեմ սխալվում, քրեական վարույթ նախաձեռնվի կամ քրեական գործ հարուցվի, չեմ հիշում նախկին քրեական օրենսգրքի գործողության շրջանակներում էր թե նոր, բայց դրանով էր նկատվում տենդենսը, հա, միջազգային հանրության առջև ցույց տալու, որ մենք հետևողական ենք մեր ստանձնած պարտավորությունների եւ խոշտանգումների վերաբերյալ գործերով հետևողական պայքար ենք մղելու։ Թեև ասեմ, մեծամասամբ պատրանքային են այս ցուցադրական քայլերը, որովհետեւ այսօր մենք ունենք բազմաթիվ դեպքեր խոշտանգումների, ցավով պետք է արձանագրեմ, բայց հատկապես ոստիկանության բաժանմունքներում նաև օգտվելով Տաթև ջան կոնձերած այս հնարավորությունից արձանագրենք, որ սկսվել են խոշտանգումները ոստիկանների կողմից, շատ հաճախ ենք արդեն լսում նաև մեր վստահորդներից, որ իրենց նկատմամբ ոստիկանության բաժանմունքում եղել է բռնություն, ավելին հետևողականորեն հաղորդում ենք ներկայացնում հանցագործության մասին, նախաձեռնում է քրեական վարույթ եւ օրինակ դեպք ունենք, որ փորձագետի եզրակացությամբ կոնկրետ հաստատվել են մարմնական վնասվածքները անձի վրա, այս պայն էլ իմ ձեռքի տակ էլի գործ կա, որտեղ իհարկե իմ վստահորդը չէ գանգատվողը խոշտանգումից, բայց կրկին ոստիկանության բաժնում նրա կողմից կատարված բռնության մասին գործում խոսում է եւ այդ փաստը կարծես թե հաստատվել է վարույթով։ Եվ ուրեմն եկեք առաջարկենք մեր հեռուստադիտողներին անձանց, որոնք կարող են օրերից մի օր հայտնվել նման իրավիճակում, այն քայլերի հաջորդականությունը, որը կարող է իրենց օգնել հասնել իրենց գործով արդարադատության հաստատմանը։ Առաջին հերթին, երբ որ ոստիկանության բաժանմունք են մտնում, նախ եթե բերման են ենթարկվում, այսպես ասած, բերվում են ոստիկանության բաժին, պարտականություն կա զննում անցնելու, հա, սա նախ ոստիկանությունը իրեն է ապահովագրում, որ անձը, եթե մարմնական վնասվածքներով է այդտեղ մուտք գործել, արդեն ֆիքս են, որ անձը այդ մարմնական վնասվածքն ունենալով է այստեղ մուտք գործել։ Եթե մեքենայի մեջ է ստացել այդ վնասվածքը, արդեն ապացուցման իհարկե խնդիր է լինում, բայց շատ հաճախ ակնհայտորեն անձին խոշտանգվում են հենց ոստիկանության բաժնում։ Եվ առաջին խնդրեմը վնասվածքների ֆիքսելն է։ Կամ եթե քաղաքացին ազատության մեջ է, ինքն է դիմում բուժօգնության, եթե քրեակատարողական հիմնարկ է մոտ գործում, օրինակ կալանավորվում է, պարտադիր այնտեղ բուժ զննում է անցնում, պարտադիր աշխատակցին հայտնում է, որ իր վրա առկա մարմնական վնասվածքները խոշտանգման արդյունք են։ Մենք նաև ինչ-որ մի տարօրինակ տենդենսի ենք հանդիպում, քաղաքացիները սկսում են խոշտանգման մասին խոսել իրենց փաստաբանների հետ շփվելիս, բայց քրեակատարողական հիմնարկի վարչակազմի առջև չեն բարձրացնում այդ հարցը, որտեղ եթե բարձրաձայնեն, նրանք արդեն պարտավոր են համապատասխանաբար ընթացք տալ այդ խնդրին։ Իրենք խոսում են դրա մասին զգալիորեն ուշ, երբ որ ապացուցման արդեն խնդիրներ են առաջանում։ Իհարկե եթե զննությամբ այդ վնասվածքները ֆիքսված են լինում, գոնե ինչ որտեղ հնարավոր է լինում, հա, հիմնավորել, բայց դեպք ունենք բազմաթիվ մարմնական վնասվածքներով անձը հայտարարել է քրեակատարողական հիմնարկում, որ վայր ընկնելու արդյունքում է այդ վնասվածքները ստացել, հետո արդեն այս հետ առանձնազրույցի շրջանակներում նոր հայտնել է, որ իրեն սարսափելի խոշտանգել է։ Եվ ես կարծում եմ հենց վախի մթնոլորտն է, որ նրան ստիպել է լռել եւ նման դեպքերը վստահ եմ քիչ չեն։ Չի բացառում, նաեւ քրեակատարողական հիմնարկներում դեռևս ենթամշակույթի քրեական արկայությունն է, որը անձանց ստիպում է չբարձրաձայնել իրենց նկատմամբ կիրառված բռնությունների մասին, բայց սա շատ կարեւոր հանգամանք է, ինչու։ Տարիներ առաջ մենք գիտենք, որ ոստիկանության բաժանմունքներում, անգամ քննչական մարմիններում խոշտանգումը դա ընդունված
սովորական գործիք էր, որը կիրառվում էր անգամ վկաների նկատմամբ, տուժողների նկատմամբ, անգամ տուժողներն էին խոշտանգվում, որպեսզի իրականում ես ուզում էի ասել, որ մենք ապրում ենք 21-րդ դարում եւ արդեն իսկ արկա գործիքակազմերը պետք է ստիպեն նաեւ քննիչներին եւ ոստիկաններին վախենալ նման գործողությունների իրականացումից։ Ներ առաջ, երբ որ փաստաբանները սկսեցին զանգվածաբար գանգատներ ներկայացնել խոշտանգումների դեպքերի վերաբերյալ Հայաստանի դեմ բազմաթիվ որոշումներ կան եվրոպական դատանի խոշտանգման փաստը արձանագրված, խոշտանգումները դադարեցին ոստիկանության բաժիններում, քննչական մարմիններում, մարդիկ նույնիսկ խոշտանգման պատճառով իրենց պատուհանից ցած էին նետել եւ այդ մասով օրինական ուժի մեջ մտած ցավոք սրտի որոշումներ կան։ Տևական ժամանակ խոշտանգումներ չկային բաժիններում, եթե նույնիսկ կային, դա շատ եզակի երևույթ էր եւ այո, նաև այդ ստանձնած միջազգային պարտավորությունները, այդ անձրևի տեղատարափը վճիրների տեսքով, որ թափվեց Հայաստանի վրա, բյուջեն սկսեց դատարկվել, ստիպեց, այո, որպեսզի զգոնություն, հա, բայց վերջերս, օրինակ, փաստաբանների նկատմամբ բռնություններ կիրառվեցին, մարդիկ կարծես թե մի մասը մնացին անպատիժ, քաղաքացիների նկատմամբ բռնություններ են գործադրվում, մարդիկ մնում են անպատիժ, կարծես թե այս իրավական ամենաթողության մթնոլորտում խոշտանգումը կրկին սկսում է գլուխ բարձրացնել ցավոք։ Մի փոքր եկեք դրա արմատներին անդրադառնանք։ Հաճախ տեսնում եմ, որ հակակոռուպցիոն կոմիտեի էջը ողողված է տարբեր պաշտոնատար անձանց դեմ հարուցված վարույթներով։ Արդյոք սա խոսում է այն մասին, որ չկա բողոք, չկա դիմում եւ փաստացի գործողություններ չեն իրականացվում հենց տուժողների կողմից, թե պարզապես իրականացվում են եւ ընթացք չի տրվում, պատշաճ գնահատականի չի արժանանում։ Պատկերացրեք, այսօր ես կարող եմ վստահաբար արձանագրել, որ ահագին բան փոխվել է, եթե նախկինում, հա, մի 10 տարի առաջ անձինք ընդհանրապես չէին խոսում իրենց նկատմամբ կիրառված խոշտանգման մասին, որտեղ դա ամոթ էր, հա, մեր մենթալիտետից ելնելով, այսօր շատ-շատերը խոսում են եւ բարձրաձայնում են դրա մասին։ Ոչ, պարզապես շատ դեպքերում շատ սուբյեկտիվ գնահատականի է դա արժանանում եւ այդ սուբորդինացիան, հա, ոստիկանության աշխատակիցների նկատմամբ եւ այլն շատ դեպքերում թույլ չի տալիս անձանց բերել եւ կանչել պատասխանատվության անգամ այն պայմաններում, երբ որ հստակ մարմնական վնասվածքները ֆիքսված են, մենք մեր գոլեգաներից մեկի գործ ունենք, որ մարդու ողերը կոտրել են հենց այն խոշտանգելու։ Այդ փաստը եզրակացությամբ հաստատված է հարգելներս։ Հիմա ջայլամի պես գլուխներս չեն կարող մտցնել հողի մեջ, բայց շատ մարդիկ մնում են անպատիժ եւ սա բերում է խոշտանգումների արդեն գեներացման եւ դրանց չափերի ավելացման ցավոք սրտի։ Ոչինչ ավելի շատ չի ոգևորում մարդուն, երբ իր գործած արարքը փաստացի մնում է անպատիժ։ Եվ վերջում արդեն իսկ ամփոփելով խոշտանգման թեման, ինչ կարևոր դրույթներ կան, որ մեր քաղաքացիները պետք է իմանան, կամ ինչ կարևոր հորդոր կա թեկուզ մեր պետական մարմիններին, որ թեև պետք է սթափեցնի, ել ավելի վստահությունը հանրության կողմից բարձրացնելու առումով։ Խոշտանգումը իրականում ծանր հանցագործություն է, սա ցանկացած պաշտոնատար անձի համար պետք է լինի կարմիր գիծ, որը հատել չի կարելի, որտեղ ինքը պետք է հասկանա, որ հնարավոր է իր հարազատը մի օր հայտնվի ոստիկանության բաժնում եւ իր գոլեգան չիմանալու, որ դա իր հարազատն է, խոշտանգի իր մերձավոր ազգականին։ Սա առաջին խնդիրներից մեկը, հաջորդը քաղաքացիները պիտի խոսեն սրա մասին։ Սա հարց է, որի մասին շարունակ պետք է խոսվի, որպեսզի կրկին իրազեկվածության մակարդակը բարձրանա, կրկին երգիուղը գոնե, հա, այդ անձանց մեջ առաջանա, որ չէ, եթե ես քաղաքացուն դիպչեմ, ես կարող եմ իրականում քրեական պատասխանատվության ենթարկվել եւ բավականին լուրջ ազատազրկման դատապարտվել, հա, ժամկետով։ Եվ անպայման հետևողականորեն ապացույցների հավաքագրում հենց սկզբնական փուլում, որովհետեւ ժամանակի ընթացքում ապացույցները սկսում են կորսվել, մարմնական վնասվածքներից սկսած, չգիտեմ, ոստիկանության բաժիններում տեսագրությունների պահպանման հետ կապված խնդիր եւ այլն եւ այլն։ Այո, եւ եթե հնարավոր չլինի նման ապացույցներ ձեռք բերել, այստեղ զուտ մարմնական վնասվածքների արկայությունը, թեկուզ դրանց ժամանակագրության առումով շատ դժվար է
է լինելու որոշել եւ ընթացք տալ։ Անչափ շնորհակալ եմ ձեզ մեր հրավերն ընդունելու եւ այս կարևոր թեմայի մասին մեզ հետ զրուցելու համար։ Ես հույս ունեմ մեր հեռուստադիտողները, ովքեր ուղղել էին այս նամակը, լսեցին առհասարակ թե ինչ իրավական գնահատականի արժանանում այս արարքը։ Այս պահին բնականաբար կդժվարանայինք ներկայացնել կոնկրետ ձեր գործի հետ կապված մանրամասներ, որովհետեւ գործի մանրամասներին կարող է տիրապետել միայն ձեր փաստաբանը, դուք ով անցել եք այս ճանապարհով։ Մնացյալ մանրամասները վստահ եմ կօգնեն այն քաղաքացիներին, ովքեր երբևէ հայտնվել են ոստիկանական բաժանմունքներում կամ կարող են հայտնվել, եւ այս տեղեկատվությունը, որը հնչեցվեց այս տաղավարից, կարևոր է իմանալ հենց ձեր իրավունքների պաշտպանության նպատակով։ Ավարտում ենք այսօրվա մեր եթերը հիշեցնելով, որ մենք միշտ պատրաստ ենք շարժվել հանցանքի հետքով։